Բարերեկո հարգելի բարեկամներ, սկսում ենք հայկական վերածնունդ շարժման կողմից պատրաստած մեր հերթական հաղորդումը։ Իմ անունը Գուրգեն Մխիթարյանն է եւ այսօր ինձ է հանձնարարված հաղորդումը վարեմ։ Այսօր պիտի մի նյութի շուրջ խոսենք, որը հայկական վերածնունդի համար շատ կարեւոր է, կարծում եմ բոլորի համար նույնպես։ Դա Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորման հարցերին է վերաբերվում եւ Սփյուռքի ինչպես պետք է Սփյուռքը մասնակցի դրան։ Ուրեմն բոլոր դեմոկրատական երկրներում դեմոկրատիայի մակարդակը կախված է հենց քաղաքացիական հասարակության մակարդակից, զարգացումից, որովհետև բոլոր իշխանությունները, լինի դա Հայաստան կամ որևէ ուրիշ տեղ, միշտ սիրում են կամ փորձում են քաղաքացիների իրավունքները ոտնահարելով իրենց շահերը հետապնդեն։ Եվ դրա համար ամեն մի քաղաքացիական իրավունքի համար պետք է պայքարվի, պետք է ամեն մի մետրը, ամեն մի տողը օրենքում գրված, սահմանադրությունում գրած, ամեն մի իրավունքների համար պետք է պայքարվի։ Շատերը ասում են, որ Հայաստանում դա անհնար է, բայց եկեք դες մի փոքր նորություն ասեմ, որ հնարավոր է եւ դա սկսվել է արդեն։ Պարզապես պետք է նկատել, գնահատել եւ մենք, ինչպես ձեզ խորհուրդ կտանք վերջում, օգնել իրենց, որովհետև Սփյուռքը շատ կարևոր է, որ այդ մասում մասնակցի։ Բացի բարեգործությունից, բարեկամներ, կա նաև մի քանի ֆունդամենտալ հարցեր, որ Սփյուռքը դեռ թերանում է, եւ սա հայկական վերածնունդի առաքելությունն է, որ Սփյուռքին վերադասավորելով, ցույց տալով օրինակներ, օրինակ ծառայելով, անելով այդ քաղաքացիական հասարակության զարգացումը բարձրացվի բաշխաշ մակարդակի։ 2 տարի առաջ երբ սկսվեց թռչկանի ջրվեժի պայքարը եւ հետո Մաշտոցի այգու պայքարը, մի քանի տասնյակ երևի երիտասարդներ օրը գիշեր անցկացրեցին այնտեղ, պայքարեցին ամիսներ, մի քանի ամիս տևեց նույնիսկ հենց Մաշտոցի պայքարը եւ հաղթանակի հասան։ Դրանից հետո ինչ որ բան փոխվեց, բարեկամներ, Հայաստանում, ավելի շատ երիտասարդներ մոտեցան, ոչ երիտասարդներ, ես սկսվեց մի քանի շարժում քաղաքացիական, որոնք հիմա աճում են եւ բավականին իրենց ազդեցությունը մեծանում է նորից։ Մենք պետք է դա նկատենք եւ գնահատենք։ Ոչ բոլորն են դա տեսնում, բոլորը մինչեւ հիմա ասում են դե ով պիտի անի, ինչ պիտի անի, հենց իրանք պիտի անեն, բարեկամներ։ Այդ Մաշտոցի, Պուրակի եւ Թուշկանի հիման վրա ստեղծվեց համահայկական բնապահպանական ճակատը եւ ոչ միայն ստեղծվեց նախախորհրդարանը, որը էլի քաղաքացիական նախաձեռնություն է, եւ հիմա վերջերս ստեղծվեց Դեմեմ շարժումը։ Ուրեմն հենց այսօր իրենք ցույց անցկացրեցին, դες նորություն ասեմ որպես ֆինանսային նախարարության դիմաց, պահանջելով, որ անմիջապես կասեցվեն այն օրենքները, որոնք Սահմանադրական դատարանը ճանաչել է որպես անօրինական, Սահմանադրությանը չհամապատասխանող, չնայած ժամկետ է տրված մինչև սեպտեմբերի վերջ, բայց այդ ժամկետը կարելի է հենց շատ կարճ ժամանակում անել մի քանի գլխավոր օրենքները, չնայած 50 օրենք պիտի փոխվի, բայց մի քանի գլխավոր օրենքները պիտի գոնե խոսք տան ժողովրդին եւ սկսեն այդ քննարկումները եւ ասենք թե 10 օրվա ընթացքում, 15 օրվա ընթացքում կասեցնեն, որովհետեւ բոլոր հիմնարկ ձեռնարկությունները, բոլոր քաղաքացիները պարզապես շվարած են այս վիճակից, թե ինչ վիճակի մեջ է գցել այս իշխանությունները։ Քաղաքացիները փորձում են չտալ, գործատուները շվարած կանգնած են, չգիտեն, վերցնեն, չվերցնեն, եթե չվերցնեն, մինչև հիմա իրենց պատժամիջոցներ են խոստանում եւ այլն։ Դրա համար, բարեկամներ, պետք է մենք օգնենք այդ քաղաքացիական շարժումներին եւ այսօր ես կարդացի այդ Դեմեմ շարժման ակտիվիստներից մեկի Facebook-ի գրածը, որ ինքը դիմում էր հայաստանցիներին այդ պայքարի իմաստով, բայց տեսեք թե մենք սփյուռքահայերս ինչ դասեր կարող ենք քաղել հենց իր խոսքերից։ Սա ուզում եմ կարդալ, Հայկ Ավետիսյանն է գրում իր Facebook-ում, որը Դեմեմ շարժման ակտիվիստներից է ու խոսքը գնում է Հայաստանի քաղաքացիների մասին, բայց փորձենք մենք մեր տեսակետից էլ լսենք իր ասածները։ Իրականում հարգելի պայքարին չմասնակցող քաղաքացիներ, միթե կարծում եք, թե մեզնից ոչ մեկ վտանգի չի ենթարկում թե իր կյանքը եւ թե իր աշխատանքը։
Դա վախ է, որ դուրս պիտի գա ձեր միջից։ Դա անտարբերությունն է, որի պատճառով ձեզ ոչինչ չի հետաքրում այս երկրում, միայն մտածում եք այստեղից գնալու մասին։ Ինչ ուզում եք ասեք, ես համոզված եմ, որ եթե ՀՀ քաղաքացիները այս երկիրը սիրեն եւ հետեւաբար այն իրենց համարելով պայքարեն իրենց իրավունքների համար, ապա ոչ մի իշխանություն ռիսկ անգամ չի անի հակամարտկային օրենքներ ընդունի եւ այսպիսի քաղաքականություն վարի։ Դուք մենակ չեք լինելու, այսքան մարդ ձեզ հետ է եւ մենք իրար հետ ենք պայքարելու։ Ընդունում եմ մի փաստ, որ ձեր տարաբնույթ պատճառաբանումները ուղղակի արդարացումներ են։ Մարդ չի հասկանում ընդհանրապես դուք ինչին եք դեմ, ինչին եք կողմ ու երբ եք ընդհանրապես պատրաստ պայքարել, թե ամբողջ կյանքում խնդիրները միշտ փախչելու ճանապարհ եք ընտրել, խնդիրներից միշտ փախչելու ճանապարհ եք ընտրել։ Սա Հայկ Ավետիսյանն է, դեմ եմ շարժման ակտիվիստներից, դիմում է Հայաստանի քաղաքացիներին, բարեկամներ, բայց համաձայնվեք, որ տեքստի երևի 100%-ով կարող ենք մենք սփյուռքահայերին էլ սա ասել, ինչքան պիտի մենք անտարբեր մնանք, ինչքան պիտի վախենանք տարբեր բաներից, չնայած Սփյուռքը մենք ունենք այն անկախության մոմենտը, որ մենք իշխանություններից անկախ ենք, պատկերացրեք այդ կախյալ քաղաքացիները այլ տոտալ աղքատության պարագայում Հայաստանում ինչպես են կարողանում այս պայքարը անել, իսկ մենք անտարբեր ենք մնում, դա անընդունելի է եւ ես մի բան էլ կա, որ Հայաստանը, որ ասում ենք բոլոր հայերի հայրենիքն է, կարծում եմ, որ ոչ բոլորն են դա լուրջ ընդունում։ Շատ անգամ Հայաստանի հետ ասում են բարեգործական հարաբերություններ ունի Սփյուռքը, միակողմանի միայն Հայաստանը ոչ մի պատասխանատվություն չի կրում այդ իմաստով Սփյուռքի հանդեպ, չնայած Սփյուռքի նախարարությանը, բայց նա ինչ-որ ֆորմալ մի հատ անիմաստ կառույց է, որը հազարավոր անգամ պիտի ավել արածնն է, թե ինչ է անում, այնպես որ դրա համար եմ անվանում անիմաստ, եւ մի տեսակ Սփյուռքահայերը պաշտոնական հարաբերություններ ունեն Հայաստանի հետ, նրանք սրտացավ չեն եւ չեն ուզում ընդունել, որ Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է։ Նույնիսկ եթե գնում եք զբոսաշրջիկության Հայաստան, դուք միայն Երևանի կենտրոնում այդ իսկապես լավ ռեստորաններ կամ ինչ-որ զվարճանքի տեղերը այցելելուց հետո իհարկե շատ լավ տպավորություններով վերադառնում եք, բայց դա չի Հայաստանը։ Փորձեք, երբ որ գնում եք Տաթև, բարեկամներ, գնացեք այդ Սյունիքում հանքերի կողքը բնակվող մի քանի գյուղերի բնակիչների հետ զրուցել։ Դուք ձեր աչքերը կբացվի եւ իսկապես իրական Հայաստանը ձեզ կծանոթանաք։ Դուք դրանից հետո չեք կարող այդպես անտարբեր մնալ։ Տաթևը շատ սիրուն է, Ճոպանողին շատ սիրուն է, համաձայն եմ, գնացեք, նայեք եւ այլն, բայց ճանապարհները մի քիչ շեղեք եւ մտեք Սյունիքի հանքավայրերի կողքի բնակվող գյուղերը եւ խոսեք բնակիչների հետ։ Դա ցույց կտա, որ դուք անտարբեր չեք եւ այն բնակիչներն էլ շատ ուրախանում են եւ տեսնում են, որ իրենցով ինչ որ մեկը հետաքրքրվում է, որտեղ իշխանությունը իսկապես չի հետաքրքրվում իրենցով։ Բարեկամներ, այդ օրինակը մենք ունենք հայկական վերածնունդի մեջ, արդեն 1 տարի է մենք այդպիսի բաներ ենք անում եւ մեկ օրինակ մեզ որպես օրինակ ձեզ ուզում եմ ներկայացնել մի հատ հարցազրույց Ֆրանսիայի բնակ մի հատ հայի հետ, որը ծնվել է Պոլսում եւ հիմա բնակվում է Ֆրանսիայում, հաճախ լինում է Հայաստան եւ այս հարցազրույցը ինքը տվել է մոտ 2 ամիս առաջ իր հերթական այցի ժամանակ Հայաստանում, ես խնդրում եմ համ իրեն մասին դուք լսեք, թե ինքը մի քիչ իր կյանքի մասին է ինչպես պատմում, եւ իր մտքերի մասին, որը իսկապես հայկական վերածնունդի մտքեր են, քանի որ ինքը մեր Ֆրանսիայի մասնաճյուղի անդամ է։ Եվ այսպես խնդրում եմ այս հարցազրույցը դիտեք եւ խնդրում եմ ուշադիր դիտեք, սա սովորական հարցազրույց չի։ Խնդրեմ։ Պատմեք ձեր մասին, ինչպես հասաք Ֆրանսիա, ձեր ճակատագիրը։ Ուրեմն ես ծնվել եմ Բոլիսում, Իստանբուլ, ուսանել եմ կենտրոնական վարժարանը, սկիզբը Մխիթարյան, հետո կենտրոնական, հետո գրտաթոշակ շայելով անցել եմ Ֆրանսիա, Փարիզ, հոն
բարձրակույն ուսումս կատարել եմ հաշվաբանական կետնի վրա եւ այժմ ունիմ հաշվաբանական գրասենյակ։ Էսի իմ կյանքիս գավակցությամբ։ Գաղափարական տեսակետից երբ որ Փարիզ եմ հասել, բրբդել եմ ամեն կողմ, քանի Իստանբուլում չկար կուսակցություններ կամ այսպես կոչված ուրիշ խմբակներ, գային միայն եկեղեցիներու եւ դպրոցներու շուրջ համախմբված երիտասարդներ, միություններ։ Ուրեմն երբ որ Փարիզ հասա, մտա համարյա բոլոր միություններու մեջ, որովհետեւ ես իմ ուղից ճշտեմ։ Եվ ի վերջո այդ եզրակացության հասա, որ ինձ ամենահարազատ եղողը գաղափարի տեսակետից եւ իմ տեսակետներն էլ բաժնում հայ հեղափոխական դաշնակցություններ։ Ես առանց որ շարքային լինեմ, դաշնակցական գաղափարները միշտ ունեցած եմ իմ մեջ։ Եղած եմ Փարիզի դաշնակցության օրգանը ազատամարտի թղթակից, եղած եմ Հարաճի թղթակից, եղած եմ Փարիզի դաշնակցական երիտասարդության հոհիտա նոր սերունդի մաս կազմած եմ, նրանից հետո Ֆրանս Արմենի, որ անալ դաշնակցության հայտարարի հանձնախումբին կպատկանի մեջը քրություններ կրած եմ, այսինքն իմ խմորումս եղած է լրիվ դաշնակցական ընտանիքի մեջ, եւ ես թունդ համագիր եղած եմ դաշնակցության, մասնակցած եմ բոլոր ցույցերուն, Փարիզ եւ այլուր, Ստրասբուրգ նույնիսկ գնացել ենք 23 տարի է լռում ենք դուրսը, սպյուրքը իրավունք ունի միջամտելու Հայաստանի արտաքին քաղաքականության, ինչ որ կվերապերի օրինակի համար պրոտոկոլների, հայ-թուրքական պրոտոկոլների գաբակցությամբ, սպյուրքը ոտքի ելավ գարամ ասել, բայց նույն բանը սպյուրքը չի անում, ինչ վերապերում է Հայաստանի ներքին հարցերը, որոնք ինձ համար կոնե շատ ավելի կարևոր են։ Ուրեմն եւ իհարկե ընդրագեղձիկները, որոնք կատարվում էին 1996-ին ի վեր, եթե չեմ սխալվում թվականը, այսինքն Լևոն Տեր-Պետրոսյանին երկրորդ ասեմ չնդրություններու ժամանակ, նրանից ի վեր բոլոր ընդրությունները եղել են գեղձված։ Ոչ մի ընդրություն իրավացի չէ։ Եվ էսի սպյուրքը դեսնելով անցեց լռում էր։ Այսինքն եւ մենք սպյուրքի մեջ մարդիկ չեն կարողանում մարսել այս վիճակը։ Այսինքն երբ Հայաստանը ասում էր, Հայաստանի վարչականները ասում էին, փողը դվեք, լրեցեք, բաբանցեցեք։ Այսինքն այդ եզրակացության հասանք, որ Հայաստան համահայկական հիմնադրամին դրված փողերը գնում են ըստեղի օլիգարքների կրբաններում։ Ինձ կամ իմ ընկերոջներս չեն թողել, որ ես Հայաստանի համահայկական հիմնադրամին համար ջամփա սարքեմ։ Բայց իրենք կարողանում են վերցնել այդ գործը, փողելնալ յուրացնում են։ Մենք էդի սովորել ենք։ Այս եզրակացություններն ելնելով որոշեցինք սպյուրքում ուրիշ մի գարույց մեջտեղ բերել համացանցերու միջոցով եւ ստեղծել անուննալ թրինք հայկական վերածնունդ, որբեսի այլևս մենք տասական, այսինքն փուն նպատակը հայկական վերածնունդի ստեղծման սպյուրքի, տասական սպյուրքի, որը այսօր առնվազն չի շարժում եւ մարսում է ստեղին սված ամեն բանը առանց բրբդելու իրականական ոչսելով դերից շարժել տասական սպյուրքը մեր բարդականությունը ադե Բացատրեք ինչ եք հասկանում տասական սպյուրք ասելով տասական սպյուրք ասելով այսինքն այն գարույցները որոնք գոյություն ունին սպյուրքում ցեղասպանությունն ի վեր այսինքն թող լինեն նրանք գուսակցությունները դաշնակցությունը, հնչակյան գուսակցությունը, ռամգավարները եւ իրենց շուրջ եղած քույր միությունները, ասպես ասած, մարզական
մշակութային եւ այլն։ Սրանք ցավոք սուդի դերից չան շարժում։ Նայեցեք վերջին նախագահական ընտրություններում Դաշնակցությունը չմասնակցեց, հնչակյան եւ ռամոգավար գուսակցությունն է Սերժիգեն գոմը բռնեցին։ Այսինքն մեզ համար անհասկանալի է եւ մենք ասեմ թե այդ վերջին անգամ այս վերջին ընդդություններից հետո Փարիզում առաջին անգամ լալով հայկական վերածնունդը ծերնարգեց ցույց արեցինք Հայաստանի տեսփանատան արչև։ Էսի այսինքն ջերկումային մի անդրադարձ ունեցավ։ Քանի անհնարին բաներ երևակայել, որ հայերը կարողանան տեսփանատան արչև Սփյուռքում ցույց անել։ Եվ բայց mēs էսի արեցինք, բայց ինչու արեցինք։ Դասական Սփյուռքում մեզ թեմ է լավ։ Նույնիսկ մենք այդ ժամանակներուն սկիզբը շատ ասեմ բան չէինք, Տրոշակ չունեինք օրինակ համար։ Ես անձամբ խնդրեցի Դաշնակցությունը մեզի տրոշակ փոխանցի այդ ցույցնաբար։ Զանազան պատճառաբանություններով, որոնց մեկը շատ անհեթեթ է, ասեցին մենք մեր երակույնը միայն Թուրքիո եւ Ադրբեջանի տեսփանատուններուն արչեւ կարող է ծածանել, ուրեմն մենք չենք տալիս։ Ոչինչ խնդրեմ չէ։ Երկրորդ ցույցը երբ որ արեցինք, երկրորդ ցույցին ես բարեկամներ ունիմ աշխարհին 4 կողմը, Բեյրութը ավելի մոդեր, Բեյրութեն 100 տրոշակ կարողացա բերել դալ, հարցը լուծեցինք, այսինքն չեն կարող մեզի բաներ, բայց թեմեն այդ էլ ուզում ասել։ Համայնքական հիմնադրամի մասին նշեցիք, կմանրամասնեք ձեր դիրքորոշումը համայնքական։ Այսինքն մենք մեր անդամները, մեր շրջանակը այլևս 1 կոպեկ Տրամ չկա հիմնադրամին։ Ինձ ամեն անգամ Փարիզի շրջանից երբ որ Տրամ հավաքում են, զանգում են։ Այս վերջին ասեմ 4 տարիներու ընթացքում ամեն անգամ ասում եմ, ցեզի մի կոպեկ չկա։ Այդ մարդիկը լավ մարդիկ են, ասեմ, անոնք որոնք զանգում են, նվիրյալ մարդիկ են, հարց չկա, բայց իրենց բացատրում են, որ այդ փողը դեղը չի հասնում։ Հարցը այն է եւ ասեմ ես իբր թե բեդություն հիմնելու համար է, բայց էսի բեդություն չէ, էսի ադմինիստրացիա է, ուրիշ բան չէ։ Դասական Սփյուռքի թերը, այսինքն այսօր սահմանափակված է Թուրսում միայն օրինակի համար ըստերի օլիգարքների ներկայացուցիչները երբ որ կան, այսինքն Դոլա Դարոն Մարկարյանը, չգիտեմ Հայաստանի երրորդ ճնդրված նախագահ եւ կամ մյուսները երբ որ կան, իրենց արժեքը կորք են բացում, գարմիր կորք են բացում, այսինքն մենք ավելի հետայսու պատրաստ ենք ոչ թե իրենց գարմիր կորք բանալու, իրենց գլխին գարմիր լոլիկ խփելու։ Ինչպես եք պատկերացնում ներգաղթե, դուք ինքներդ երբևէ պատրաստվում եք վերադառնալ Հայաստան։ Իհարկե, հենց առաջին րոպեին, որ 22 տարի է բռնազավթված Հայաստանի վարչագահը Ռադ Քաշե, հաջորդ օրը ես ընդանյոք կհաստատվի մոս։ Իսկ հայկական վերածնունդը երբ ստեղծվեց ու որն էր նպատակը։ Հայկական վերածնունդը համարյա սրանից 1-2 տարի առաջ ստեղծվեց։ Վերածնունդներուն նպատակը, ինչպես որ ասեցի քիչ առաջ, արտնցնել Սփյուռքը Հայաստանի իրականության կապակցությամբ։ Իրենք գիտեն, բայց դերից չեն շարժում։ Մեր նպատակն է իրենց դերին շարժել։ Այսինքն պետք չէ որ այլևս գույրորեն փողը դան եւ լրեն։ Փողը եթե դան, հաշիվ պետք է բանջեն եւ լուրջ հաշիվ եւ ոչ թե բղձված հաշիվներ, սարկված հաշիվներ։ Եվ մենք օրինակի համար հայկական վերածնունդը աճակցում է, ասեմ, այդ Հայաստանի քաղաքացիական շարժումներն, ողջ առողջ քաղաքացիական շարժումներն, քանի ոչ թե կառավարության կողմից սարքված սուտ քաղաքացիական շարժումներն, մեզ համար նրանց մասը կազմեն, օրինակի համար թեմեմի երդասարտները, նախախորհրդարանը, Սարդարաբադ շարժումը, Գանանց ջագադը, բնապահպաններու ջագադը եւ այլն։ Սրանք մեզ համար առողջ ուժեր են եւ մենք բոլոր ձևով
գճանանք եւ պիտի ճանանք աճակցելու իրենց գործունեության։ Քանի մենք հավատում ենք, որ միայն ու միայն քաղաքացիական առողջ շարժումներու միջոցով կարող ենք այս վարչագարկը փոխել։ Չենք հավատում երբեք խորհրդարանական թե գարավարական եւ թե ինտիմատիր ուժերուն, ինտիմատիր գուսակցություններով մենք բացարձակապես վստահություն չունենք։ Ինչ եք կարծում, Հայաստանում փոփոխությունները հնարավոր են իշխանափոխության միջոցով, թե խնդիրը համակարգի մեջ է։ Իշխանափոխությունը ոչ մի բան չի փոխի։ Ոչ մի բան, այսինքն ասեմ ձեզ, երբ որ մենք աս վերջին ընտրությունների ժամանակ, երբ որ Ռաֆի Հովհաննեսյանը ընտրեց ժողովուրդը, մենք Ռաֆի Հովհաննեսյանին ծրագիրին նույնիսկ դերյակ չենք։ Ուներ չուներ էդալ չգիտեմ, բայց մերին խնդրեմը էդի չէր։ Այդ վարյանին, որ Հայաստանի ժողովուրդը ընտրել էր Ռաֆի Հովհաննեսյանին, ասենք մենք Ռաֆի Հովհաննեսյանին հետ ենք։ Հետո ինքը իհարկե սխալ քաղաքականություն վարեց, ասեմ շուրդվեց, ժողովրդին հույսերը կեդին պագեց, ինքնալ այսինքն թե ինքը ոչնչացավ եւ թե ժողովրդի հույսը մասամբ ոչնչացրեց։ Բարեբախտաբար այդ ժամանակում նախախորհրդարանը ինգավ փողոց, որ ինքը ասում էր մեր ժամանակը չէր, բայց ինգավ փողոց եւ ժողովրդին ես տեսնում եմ օրեօր կարողանում է համախմբել իր շուրջ երդասարդ եւ ոչ երդասարդ քաղաքագիրտ եւ քրակետ անձինք, որոնք պիտի կարողանան, վստահ եմ, պիտի կարողանան մոտ ապակային այս վարչագարկը փոխել։ Վարչագարկ, այսինքն Հայաստանի մեջ ասում են կոռուպցիա կա, չէ՞։ Ես ասում եմ կոռուպցիա չկա։ Հայաստանի մեջ կոռուպցիա չկա։ Լրիվ վարչագարկը կոռուպցիացած է, ամեն ջուր։ Իսկ Հայաստանում փոփոխություններ տեսնում եք անցնցում, թե անպայման փոփոխությունները պետք է լա անցնցում։ Այսինքն մենք չենք ուզում տեսնել մեյդանում կատարվածները Հայաստանում։ Եվ ես շատ լավ եմ գնահատում նախախորհրդարանի հայեցակարգը, որոնց քանիմը ոլորտները արդեն քննված են, եւ այսպեսով որոնց մասնակցում են նաեւ Սփյուռքից էքսպերտներ, մերթ եւ էսի վերջանալուց հետո պիտի կարողանանք ունենալ մի փաստաթուղթ, որոնց վրա հիմնվելով այս վարչագարկը պիտի ջամփենք։ Նշեք են հիմնական խնդիրները, որ դուք եւ Ռենեսանսը տեսնում են Հայաստանում։ Հայաստանում ահրելի խնդիրներ կան։ Այսինքն ես այս արիտից օգտվելով գոչ եմ անում իմ Սփյուռքի քույրերի եղբայրների, որոնք ժամանում են Հայաստան սպոսաշրջիկության համար, չմնան միայն Երևանի գետրոնը Թումանյան, Սայաթնովա, Խաչմերուգում եւ կամ Ազատության հրապարակում եւ կամ Հանրապետության հրապարակում։ Թող գնան այդ քյուղերը, տեսնան վիճակը, ինչ վիճակ է։ Ես գնացել եմ անցամ Արարատի շրջանի Արարատ քյուղը։ Չէ, էսի ուրիշ, Արարատ շրջանը գնացել եմ եւ մենք այնտեղ ընտանիքներ ունենք, իսկապես շատ վատ վիճակի մեջ են, իսկապես եւ Փարիզից փող ենք հավաքում եւ ստեղ մարդ ունենք, ուղարկում ենք իրենց ամեն ամիս առնվազն իրենց հացը, պրինցը եւ այլն շաքարավազը հայթայթում են, ամեն ամիս ստեղ մարդով հայթայթում են, որովհետեւ մարդիկ կոնե անօթի չմնան։ Ուզում եմ ասել, որ իրենք պետք է գնան քյուղերը, տեսնան ինչ վատ վիճակի մեջ է, ջամփաները թող լինի, ժողովրդի միջակը։ Հայաստանը ի վերջո միայն Երևանին գետրոնը չէ։ Արդեն Երևանից է եթե մի քիչ դուրս ելան գտենան։ Ես ժամանակին հիշում եմ Արեշ էի գնում բարեկամներ ունեի, ջամփաները գարձեք, ասենք փոսեր գարձեք թե բادرազմ է եղել, Լիբանաններ հիշեցնում բادرազմի ժամանակ։ Լիբանան իսկապես բادرազմ է եղել, այստեղ բادرազմ պարկ ասուծո չի եղել, բայց նորեն ջամփաները ահարելի վիճակի մեջ էին։ Ուզում եմ ասեմ, պետք է գնան եւ շփվին իսկական ժողովրդին հետ։ 1. Երկրորդ, հենց այս գալուս գնացի Արաքածոտնի շրջանի քյուղերը մեկը որ բարեկամներ ունեմ, մեկը Օհանավաններ, մյուսը Գարպի
գարբիներ, ընդեղի գյուղացիները, այսինքն գատխած են, շնորհիվ ճագերդյալ այդ սաշիկ կոչված Արարածին, նախագահ կոչվածին եղբայրը, ինքը ուզում է խողովակներ, խոշոր դիամետրով խողովակներ զեդեղել, հեգեր սարքել, ճուրը վերցնելու համար։ Նրանց սրա պատճառով առնվազն 5000 հոգի, որոնք ունեն արդեր, խնձորի ձարեր եւ այլն, շատ վատ դրության մեջ պիտի մնան։ Եվ երբ որ իրենք մի քիչ ոտքի ելած են, կանգնած են եւ ասեմ փողոքած են եւ Հայաստանյան հերադեսիլի վրա այս լուրը դրված է մի գայանի վրա իհարկե հաջորդ օրը KGB-ի անդամները խուժած են այդ մարդկանց դունը եւ ասած են իրեն չլա որ տապտալով ասանք չլա որ շարունակեք ձեր գործընթացը եթե ոչ ձեր գլուխին կորձ գսարքենք Եսի անհնարին բան է ուր ենք ապրում այսինքն այսպիսի մի դիկտատորիա նույնիսկ Աֆրիկայի երկրներում չի տեսնում որ մարդը ինքը ինչ է եղել նախագահային աղբերն է եղել տկած ունիմ 39-ին ինչ անեմ ոևիցե մեկը հոս վարչակազմից երկրի մասին չի մտածում երկրի քաղաքացիներու մասին չի մտածում միայն իր կրբանին մասին մտածում բայց այսքան անոթի կրբանի մտածող մարդ ես չեմ տեսել մեր մոտ դա օլիգարքներ ասեմ բայց ժողովուրդը առաջին հերթին ժողովրդի մասին են մտածում ժողովուրդը մի քիչ գշտանում է հոս անոթի են ցողում խեղճ գյուղացիները ինչ պիտի անեն այս վիճակի մեջ չի կարելի այսպես շարունակել այսինքն սաշիկ մոշիկ գոշիկ չգիտեմ ինչ ասան գոչվածները նեմեց եւ այլն գոչվածները սրանք պետք է թադի կաշել սրանք այսինքն ուրիշ մի բան ասեմ մենք ուրիշ բանով շշկրվեցանք դուրսում երբ որ Հայաստանի Փանագի ըսպանվեց օլիգարքի ռեստորանում ուր ենք ապրում ինչ ենք անում ուր ենք գնում այսպես հնարավոր չի ժողովուրդ ջան ոտքի կանգնեցեք ոտքի չի կարելի այսպես շարունակել չի կարելի ընդունել KGB-ին ջնշումները մինչև երբ այսպես ըստրուկ գերբով պիտի շարունակենք ոտքի կանգնեք մեզ համար կոնե առնվազն մեզ համար նախախորհրդարանն է եւ Սարդարաբադ շարժումն է քաղաքացիական եւ քաղաքականորեն ճիշտ ուղին հետևեցեք իրենց թիկուն կանգնեցեք եւ վստահ եմ մոտ ապակայից գազատվիկ գծերպազատվիկ այս մարդկանց Բարեկամներ լսեցիք Շանթ Ոսկերեչյանին հայկական վերածնունդի Փարիզի մասնաճյուղի մեր անդամներից կարծում եմ ահագին մտածելու բան թեմա տվեց նա մեզ մոտեցումների տեսեք ինչ նոր ձևեր առաջարկեց որը հենց հայկական վերածնունդ է սա մի քիչ դժվար է ընկալվում ժողովրդի մեջ որովհետև դասական սփյուռքը իհարկե սովոր ենք մենք հին ճանապարհներով հին ձևերով ապրելու բայց դա ոչ մեզ բերեց այնտեղ որ 20 քանի տարի հետո անկախությունից մենք այսպիսի ճգնաժամի մեջ է Հայաստանը եւ մենք չենք կարողանում շտկել վիճակը դրա համար գործելակերպերը պիտի փոխվի դրա համար հայկական վերածնունդը հենց դրա համար է կոչված դուք մտածեք ձեր անելիքները եթե կուզեք անում եք կեցեք դուք եթե ինչ որ անելու ընկերներ եք ման գալիս իրավիճակ եք ման գալիս որ ձեզ ինքներդ դրսևորեք դա հայկական վերածնունդը ձեր համար է ստեղծված նա 9 երկրում է եւ ավելանալու է շուտով եւ այս հաղորդումը ինչպես տեսնում եք մենք ինքնաֆինանսավորվում ենք մեր մոտ եւ այս մեր աջակիցներն են որ թույլ են տալիս մենք այս շարժումը ֆինանսական ծախսերը հոգալու օրինակի համար դες կարող եմ ասել Vagabond Hotel-ը որը Կոլորադոյի վրա է 120 West Colorado հենց Glendale Garrier դիմաց եւ ուրիշ աջակիցներ ունենք, որոնք թույլ են տալիս ձեզ համար այս հաղորդումները ներկայացնել, ես մեր ամենօրվա աշխատանքը շարունակել։ Սա միայն հաղորդումներով չի հայկական վերածնունդը, մենք վաղներ ենք աշխատում, վաղը չմսորներ ենք եւ այդպես շարունակ։ Այնպես որ հարգելի բարեկամներ կհանդիպենք մյուս չորեքշաբթի ժամը 7-ին, այսօր այսքանը, բարի գիշեր։